Բայց մի հատ հիշեք էլի ձեր իշխանության տարիները, ժողովուրդ։ Հիշեք ընդհանրապես կար ազատ մամուլ, թե չկար ազատ մամուլ։ Հիմա ինչ բանը, վաքսի վրի մեյմուն կա, իրան դրելա լրագրողի տեղ։ Գալիս են, բան, վարչապետին ինչ հարցեր ասես տալիս են, իրենց ներկայացնում են որպես Պրոմեթեյս, որ բանը ողջախոհության եւ ազատության ճրակը սենց վերցրել են, եկել են, բան։ Ձեզ միջազգներում էս դրա այդպիսի եւ ոչ միայն այդպիսի լրագրողներին ձեր գործընկերները սպառնում են ծնոտը ջարդել։ Շմայց ընդհանրապես ասում են պետք է բռնաբարել եւ գլխատել։ Թե գլխատել եւ բռնաբարել, հետեղերի հաջորդականությունը ես չգիտեմ այդ սադոմազոխիզմը, ձեր իշխանության, դա ձեր իշխանությունն էր, դա ձեր դեմքն էր, հասկանում եք։ Չէ, գիտես, այս որ նայեցի, ես հիշեցի, սա ասում է, հիմա այդ լրատվամիջոցը չկա, լրագիր է մի թղթակից։ Այո։ Հայկ Կոնջորյանը, ով ազգային ժողովում գալիս էր տեսանյութեր էր պատրաստում։ Ես հիշում եի, որ ինչ որ sense աղոտ լրագրողական բան ունեցել է, բայց այնքան sense բան ա եղել, նխոզված բան է, даже լրագրության մեջ էլ իրան չենք հիշում։ Այդ վաքսի մեյմուն որ ասում էր, իրեն նկատի ուներ։ Ամեն վաքսի վրի մեյմուն իրան լրագրող է երևակայում։ ՀՊ-ում հիմական գործիչներ, որոնք նախկինում զբաղվել են լրագրությամբ, դե թողնում են դա արդեն իրենց հայցողությանը, թե կոնկրետ ինքը ում նկատի ուներ, գուցե նաև իր գործընկերներին։ Եթե ամեն չծառայած իրանից, չգիտեմ, ոչ մի բան չներկայացնող գրկից գիրք թռած ինչ որ մեկը կարա իրան падգամավոր երևակայի, ուրեմն հանգիստ եղեք լրագրողների հարցում, լրագրողները գիտեն իրանք ովքեր են ու ինչով են զբաղվում, ինչ են անում։ Դուք հանգիստ ինչպես այդպես թրենդային արդեն դարեք կպեք ձեր գործերին։ ԿՊ-ում կան հիմա падգամավորներ, ովքեր նախկինում զբաղվել են լրագրությամբ եւ յուրաքանչյուր իրենց կողմից ասված խոսք պետք է վերադարձնել բացառապես իրենց։ Հիմա երբ որ ասում է վաքսի վրայի մեյմուն լրագրությամբ է զբաղվել, ես ասում գուցե նա նկատի ունեցել այդ ժամանակ, երբ որ ինք օրինակ լրագիր է մի թղթակիցներ եւ մի քանի հաջող կամ անհաջող տեսանյութեր է պատրաստել։